Ամեն բան սկսում է ուսուցիչների ծայրահեղ ծանր սոցիալական վիճակից։ Պատահական չէ, որ մեր դպրոցներում գրեթե տղամարդ ուսուցիչ չի մնացել։ Դպրոցների մեծ մասամբ անմխիթար վթարային վիճակում են, ել չենք խոսում ուսումնական գույքի և կահույքի մասին։ Դե արի այս պայմաններում խոսիր արդեն աճող սերնդի գաղափարական հայրենասիրական դաստիարակության մասին։ Դպրոցը պիտի դառնա մեր պետության գերխնդիրը։ Եթե չենք ուզում ժողովրդից վերածվել մանր, առևտրով զբաղվող զանգվածի, անմիջապես պիտի ոտքի կանգնացնենք դպրոցական կրթության համակարգը, ամեն գնով։ Այո, ուսուցիչների աշխատավարձերը որքան ծանր լինի, պիտի լրջորեն բարձրացնել։ Պիտի բարձրացնել ուսուցչի պատիվն ու հեղինակությունը, օժտեր արտոնություններով։ Դպրոցները պիտի դառնան մեր գյուղերի, քաղաքների ամենախնամված, ամենագեղեցիկ կառույցները եւ ոչ թե բեզակալոնկաները, ռեստորանները։ Մեր կարգախոսի կառուցենք եւ պաշտպանենք երկու բաղադրիչներից մեկը պաշտպանելն է։ Իսկ պաշտպանելը հայրենիքը առանց բանակի անհնար է։ Այո, մենք այսօր կարող ենք հաստատապես շեշտել, որ ունենք կայացած մարտերում հաղթանակներով թրծված բանակ, որին օտարներն անգամ համարում են տարածաշրջանի լավագույն զինված ուժը։ Սակայն մեր բանակը, ինչպես բոլոր բանակները, մշտական կատարելագործման կարիք ունի եւ մեր սևեռուն ուշադրությունը պետք է լինի պաշտպանության հանդեպ։ Նաեւ ձգտելու ենք վերացնել այն թերիներն ու բացերը, որոնք դեռևս կան բանակում, դուք ավելի շատ կներես այդ բաներին։ Դաշինքի նպատակները լինելու նպաստել Հայաստանի Հանրապետության ինտեգրացմանը միջազգային կազմակերպություններում, Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների հետ։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի դարավոր բարեկամությունն ու գործընկերությունը, կարևորագույն խնդիր ենք համարում դաշնակցային այդ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը։ Մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հետագա համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ, այդ կառույցում մեր երկրի ուրույն դեմի ամրապնդումը։ Սիրելի հայրենակիցներ, հանդիպման սկզբում ես արդեն ասացի, ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ այս ծրագրերը թղթի վրա կմնան, եթե չարժանանան ձեր հավատին եւ հավանությանը։ Եվ ամենակարևորը, եթե դուք դեռ չկանգնեք այդ ծրագրերին։